Նորավանք, երբ քարերը պատմում են հավատքի մասին։ Հայաստանի սրտում Վայոց ձորի կարմիր ժայռերի մեջ թաքնված մի վայր կա, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Դա է Նորավանքը, մի սրբավայր, որտեղ բնությունը եւ հավատքը միաձուլվել են մեկ ամբողջության մեջ։ Երբ մոտենում ես Նորավանքին, առաջինը ինչ գրավում է քեզ, կիրճի հզոր ու կարմիր ժայռերն են։ Դրանք կարծես պահապաններ լինեն, դարեր շարունակ պաշտպանելով այս սուրբ վայրը։ Նորավանքը հիմնադրվել է 13-րդ դարում եւ շատ արագ դարձել է կարևոր հոգեվոր ու մշակութային կենտրոն։ Այստեղ ոչ միայն աղոթել են, այլև ստեղծել, սովորել եւ փոխանցել գիտելիքը սերունդներին։ Դարերի ընթացքում այս վանքը դարձել է լույսի աղբյուր, թե հավատքի, թե գիտության համար։ Վանական համալիրի ամենանշանավոր կառույցներից է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նրա երկհարկանի կառուցվածքը յուրահատուկ է ամբողջ Հայաստանում, բայց առավել տպավորիչը նրա նեղ ու համարձակ աստիճաններն են, որոնք բարձրանում են դեպի վեր։ Դրանք կարծես փորձություն լինեն, հասնելու լույսին, հավատքին եւ վերին աշխարհին։ Այս հրաշալի կառույցի ստեղծման մեջ մեծ դեր ունի միջնադարյան հանճարեղ վարպետ Մոմիկը։ Նա միայն ճարտարապետ չէր, նա նաև քանդակագործ եւ մանրանկարիչ էր։ Նրա ձեռքով ստեղծված խաչքարերը մինչ այսօր հիացնում են իրենց նրբությամբ, մանրամասներով եւ հոգեվոր խորությամբ։ Ամեն մի քանդակ կարծես ունի իր պատմությունը, իր լուռ աղոթքը։ Բայց Նորավանքը միայն պատմություն չէ, դա զգացողություն է։ Երբ կանգնում ես այնտեղ, լռության մեջ լսում ես քամու մեղմ ձայնը, տեսնում ես արևի լույսը, որը խաղում է ժայռերի վրա, եւ զգում ես մի խաղաղություն, որը դժվար է բառերով նկարագրել։ Այստեղ մարդիկ գալիս են ոչ միայն տեսնելու, այլ զգալու անցյալի շունչը, հավատքի ուժը եւ այն անտեսանելի կապը, որը միավորում է մարդուն Աստծո հետ։ Նորավանքը հիշեցնում է մեզ մի կարևոր բան. ժամանակը անցնում է, դարերը փոխվում են, բայց հավատքը, գեղեցկությունը եւ ստեղծագործ ոգին մնում են հավերժ։ Եթե երբևէ լինես Վայոց ձորում, մի անցիր այս վայրի կողքով, գնա, կանգնիր, նայիր շուրջդ եւ պարզապես զգա։